Հարգելի հետևորդներ, ձեր ներկայությունը այստեղ ինչի մասին է խոսում, ընդդիմադիրները միասնական են այս պայքարի միջով անցնելով։ Դե նախ տեսեք, մենք քիչ առաջ ընդհանուր արդյունքների անվավերության դիմում ներկայացրեցինք, երկրորդ բնականաբար իմ որպես անհատ գոհարմելույան եւ մեր քաղաքական ուժի առաջնահերթություններից է ընտրական գործընթացի արդարությունը, հավասարությունը, թափանցիկությունը, ազատությունը։ Իսկ նման միջամտությունները այս բոլոր հիմնարար սկզբունքներին դեմ են հանդես գալիս, այսինքն ինչ է տեղի ունենում։ Երկու ընտրատեղամասերի արդյունքները անվավեր են ճանաչվում, այս անվավերության արդյունքում ըստ էության հնարավոր է մեկ քաղաքական ուժ մինիմալ շեմը, նվազագույն շեմը չհաղթահարելու խնդիր ունենա, այսինքն լրիվ ամբողջ process-ի վրա էական ազդեցություն է ունենում եւ բնականաբար անհրաժեշտ իրավական հանրային պահանջի ըստ ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքի տրամաբանության ամբողջ արդյունքների հետ կապված այս երկու տեղամասային կենտրոնեմ առնվազն վերաքվեարկության իրականացումը, որովհետեւ 7-րդ օրը կենտրոնական ընտրական անձնաժողովը ամփոփելու է արդյունքները եւ նա ունի իրավասություն այդ ամփոփ որոշման մեջ նաեւ վերաքվեարկություն նշանակելու։ Չնայած որ մենք համոզմունք ունենք, որ խախտումները այնքան մեծաբնույթ բովանդակային մեծածավալ են եղել, որ ըստ էության ամբողջ արդյունքների վրա ազդեցություն են ունեցել, այդ իսկ պատճառով ընդհանրական անվավերության դիմումել ենք ներկայացրել։ Հնարավոր համարում եք բոլոր 2005 ընտրատեղամասերում այդ վերահաշվարկը։ Վերահաշվարկը չէ, ընդհանուր անվավերությունը ենթադրում են օր ընտրություններ, որովհետև տեսեք, եթե արդեն մեծածավալ է վերահաշվարկներն ըստ էության օրինակ ամբողջ Երևան քաղաքում իրականացվեցին։ Վերահաշվարկների արդյունքում էլ այնքան անճշտություններ կան, որ այնուամենայնիվ դրոշմանիչների, կնիկների, մասնակիցների, ստորագրածների թվերի անհամապատասխանություն կա գրեթե ամենուրեք։ Էլ չհաշված նախնական միջամտությունները, վարչական ռեսուրս, իրավական միջամտություններ, օրենսդրական փոփոխություններ, այսինքն իշխող քաղաքական ուժը, որը նաև մասնակից է ընտրապայքարի եղել, որջ գործիքակազմով ընտրական գործընթացի վրա ներազդել է, ինչի արդյունքում արդեն իսկ ազդեցություն եւ ուղղորդում է եղել ընտրական process-ի։ Մի կարևոր հանգամանք նշեմ, օրինակ անձամբ ես դիմում էի ներկայացրել 12/13 ընտրատեղամասի արդյունքները անվավեր ճանաչելու, որովհետև այս ընտրատեղամասում ազգային ժողովրդական բևեռ ուժի 8-րդ համարի քվեաթերթիկները ողջ օրվա ընթացքում սեղանին դրված չեն եղել։ Եվ օրինակ 3 այս հարցը քննարկման առարկա չդարձավ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, սպասենք զարգացումներին, այնուամենայնիվ, եթե այս արդյունքների անվավերությունների արդյունքում Բարգավաճ Հայաստանի անցողիկության վրա ազդեցություն է ունենալու, անպայման միանշանակ ըստ ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքի տրամաբանության անհրաժեշտ է առնվազն վերաքվեարկություններ այս տեղամասային կենտրոններում։ Իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ սահմանադրական դատարանի վերաբերյալ իրենց աննաչառության այդ գործառույթի վերաբերյալ սպասելիք։ Տեսեք, մենք ունենք դիրքորոշում ու սկզբունք, անկախ ակնհայտ քաղաքական միտվածություններից եւ հնարավոր օբյեկտիվ գնահատականներից, մենք մեզ կաշկանդում ենք իրավունքով եւ օրենքով ու այնուամենայնիվ դիմելու ենք իրավական գործիքակազմերի։ Շնորհակալ։